հետը ընդամենը 1 ժամ առաջ ձգվեց լիցենզիայից ձեր գնահատականը։ Գնահատական որպես այդպեսին մինչև որ հայտարարություններ կլինեն լիցենզիայի ձգման հետ կապված բոլորս էլ լավ գիտենք իշխանությունների վարած քաղաքականությունը, ընդհանրապես գործելավոճը եւ այն ինչ որ իրենք են անում անտրամաբանական է, տրամաբանությունից դուրս, բայց այս պահին չեմ ուզենա ինչ-որ գնահատական տալ, մինչև որ մասնագետները կոնկրետ գնահատական կտան լիցենզիայի զրկման հետ կապված։ Եվ այսօրվա դատարանի որոշման մասին ինչ ակնկալիքներով եք այս անգամ եկել, հնարավոր համարում եք, որ լիցենզիայից զրկելու այս պրոցեսը փոխհատուցի օրինակ Կարապետյանի ազատ արձակմամբ կամ խափահան միջոցի փոփոխությամբ, այլընտրանքային խափահան միջոցի ընտրությամբ։ Այդ փոխհատուցվի բառը մի քիչ սխալ է ասված, տեղին չի ասված, որովհետև ոչ թե պիտի փոխհատուցվի հեծին կապելով, այլ Սամվել Կարապետյանը պիտի լինի ազատության մեջ, որովհետև Սամվել Կարապետյանի գործունեությունը, փորձը ընդհանրապես Սամվել Կարապետյանը այն մարդն է, ազգային բարերար, որ շատ բան ունի արած այս երկրի համար ու պիտի շարունակի իր գործունեությունը, պիտի շարունակի իր անելիքները ու որպես հայ, որպես արժանապատիվ մարդ Սամվել Կարապետյանը պիտի լինի ազատության մեջ։ Ես նկատի ունեմ իշխանությունները այս լիցենզիայից զրկման գործընթացի համար էին կարծեք նաև Կարապետյանին անազատության մեջ պահում, նման տեսակետներ նույնիսկ միջազգային փորձագիտական խմբեր էին արտահայտել ներկայացուցիչներ, ես մեջբերեմ Արեշևի հայտնի հոդվածը, որը կասկած էր հայտնել, որ այս առաքելական եկեղեցու մասին Կարապետյանի հայտարարությունը ընդհանրապես արհեստական առիթ էր, որպեսզի նրանից խլեին հեծը։ Հիմա եթե հեծը այսպես ասած խլման process-ի մեկնարկը կամ ավարտը արդեն տրվել է լիցենզիայից զրկումով։ Հնարավոր համարում եք, որ արդեն Կարապետյանն ազատ արձակվի հենց դրա դիմաց, այսպես ասած։ Ես չեմ ասում Կարապետյանը ցանկություն հայտնի դրա դիմաց ազատ արձակվել։ Հասկացա, ես Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, այս պայն արդեն 5 ամիս անազատության մեջ է, ազգային արժեքը, հայ առաքելական եկեղեցին, ընդհանրապես հայ մնալու գաղափարախոսությունը առաջ տանելու համար։ Հեծը կարա դրա ինչ-որ նպաստող պատճառներից մեկը լինի, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ անազատության մեջ է Սամվել Կարապետյանը հենց իր գաղափարախոսության, հենց իր արժանապատվության համար, որովհետև բարերարը հաշ չի եղել այն ինչ կատարվել է իր երկրում այս տարիների ընթացքում, հատկապես վերջին ժամանակներում եւ դա է պատճառը, որ անազատության մեջ է, բայց քաղաքական հետապնդում, այո, քաղաքական հետապնդում կախված մի շարք դրդապատճառներից եւ Սամվել Կարապետյանի հետ կապված պիտի արդարությունը վերականգնվի, Սամվել Կարապետյանը պիտի լինի ազատության մեջ, որովհետեւ հայ մնալու համար կալանավորել մարդուն, երբ որ իր շրջապատին մարդն ասում է, պետք է համախմբվենք, պիտի թույլ չտանք եկեղեցին, ազգային արժեքը փոքրիկ խմբակի կողմից որոշակիորեն, չգիտեմ, հալածանքների ենթարկվի ու դրա պատճառով անազատության մեջ հայտնվել, կարծում եմ անարդար է։